Ողջույն սիրելիներս, այսօր մենք պատրաստելու ենք տորտ ելակի միջուկով։ Եթե դուք դիտել եք մեր առաջի տեսահոլովակում ինչպես ենք ձուն մշակում, երկրորդը ինչպես մենք թխեցինք բիսկվիտը, այսօր մենք պետք է հավաքենք արդեն տորտը ելակի միջուկով։ Առաջինը ես կուզենամ պատասխանել ձեր հարցերին, որը գրել եք թե կոմենտարիաներում, YouTube-յան, թե Instagram-յան մեր ալիքում։ Թե ես ցույց չեմ տվել դիամետրը նկարում, մենակ ասել եմ, որ թխում եմ։ Ես հիմա ցույց կտամ, որ բիսկվիտը 20 դիամետր ունի եւ ֆորմաների մեջ, որ մենք թխում ենք, ինքը ներսի մասում ցույց է տալիս թվերը։ Դրա համար ես չեմ ասել 20-ը։ Ներսի մասում կա 18 եւ որ մի քիչ էլ բացենք 20, չգիտեմ, ցույց է տալիս թե չէ, ով չունի այս ֆորմաներից։ Ուրեմն բարձրությունը ստացվել է մեր մոտ, նորից ցույց կտամ, 10 սանտիմ բարձրությունը։ Ուրեմն նաեւ հարց կար, եթե մենք չունենք ֆորմա, որի մեջ ես թխել եմ, մենք կարող ենք թխել այս ձևի ֆորմաների մեջ։ Ուղղակի իմ մոտ սրտի կա, սրտիկի տեսքով է, որը բացվում է կողքից։ Այո, կարող եք թխել այս ձևի ֆորմաների մեջ։ Ուղղակի բարձրությունը իրանց մոտ 5 սանտիմետր է։ Մենք պետք է բիսկվիտը բաժանենք երկու մասի, այսինքն 4 զուգ թխենք եւ կհանենք ֆորմայի մեջից նորից 4 զուգ թխենք։ Էլի հարց կար ջեռոցի որ հատվածում եմ թխել բիսկվիտը։ Եթե ջեռոցի դուռը մենք բացենք, թվեր է գրած 1-ից մինչև 5-ը, եթե չեմ սխալվում, աջ կողմում։ Իմ դուխովկայի մեջ աջ կողմում է գրած, չգիտեմ, կարող է ձերը ձախում լինի։ Թխում ենք երկրորդ, որ գրած է 2 թիվը, այդ հատվածում ենք բիսկվիտը թխում, առանց կոնվեկցիա ենք թխում։ Իմ դուխովկան 180 եմ ես միացնում, չգիտեմ, դուք նայեք ձեր դուխովկային, բայց աշխատեք թույլի տակ։ 170-ից սկսեք, եթե զգաք, որ ինքը երկար է թխվում, մի աստիճան բարձրացրեք 180, բայց շատ ուժեղ պետք չէ դուխովկան անել, որովհետև ինքը պադիոմը տալու է, մեջը հում մնա։ Հանելու ընթացքում բիսկվիտը նստելու է շատ։ Instagram-յան էջում գրել են, թե կարելի է նաև ֆոլգայով անել, այո, ճիշտ է, կարելի է տարբերակ անել։ Ուրեմն ֆորման դնում եք, առաջինը ինչ ենք անում, փայլակի թեղը կտրում ենք ֆորմայի չափով, ներսի հատվածում ենք դնում, ֆոլգեն բացում ենք, տակի հատվածն ենք դնում, ամբողջությամբ սեղմում ենք, որ ֆորմայի ներքևի մասը ինքը լավ գրկի, ինչքան ամուր անենք, այնքան լավ։ Ես նախընտրում եմ, որ մեջը նույնպես պերգամենտ դնեք, նոր ֆոլգայով փակեք, այս ձև էլ կարող եք թխել, էլի տարբերակա։ Ուղղակի ես թխում եմ, ինչպես ցույց էի տվել տեսահոլովակի մեջ, այդ ձև ավելի մատչելի է ստացվում։ Չգիտեմ, ոնց ձեզ հարմար է, որ տարբերակը կընտրեք, այդ տարբերակով էլ թխեք բիսկվիտները։ Սկսում ենք մեր միջուկը պատրաստելը։ Սկսում ենք պատրաստել ելակով միջուկը, ինչա մեզ անհրաժեշտ 300 գրամ ելակ, սառացված վիճակում է իմ մոտ, 30 գրամ օսլա, եգիպտացորենի, 30 գրամ ջուր և շաքարավազ 60 գրամ։ Ինչից ենք սկսում, առաջինը պետք է մենք կշռենք ելակը։ 300 գրամ ելակ, պետք է կտրատենք մանր կուբիկների։ Կարող ենք մանր անել, կարող ենք մի քիչ խոշոր անել։ Ելակը պետք է բաժանենք 4 հավասար մասերի։ Որ մի քիչ սառած է, ինքը շատ հեշտ է կտրատվում։ Այս 4 մասի բաժանենք և նորից մեջտեղից կիսենք։ Թող լինի այսպես կուբիկներով։ Կարող եք այսպես 4 մասի հենց բաժանել, ուղղակի սենց ավելի հետաքրքիր է և գեղեցիկ է ստացվում մեջը։ Ու պարզ է, որը շատ մեծ է, մի քիչ այսպես ենք բաժանում։ Որը փոքրիկ է, կիսում ենք ուղղակի մեջտեղից։ Հիմա բոլորը կտրատեմ և միանամ։
Կտրատած ելակի վրա ավելացնում ենք 30 գրամ օսլա, 60 գրամ շաքարավազ և ջուր 30 միլիգրամ։ Լավ խառնում ենք և դնում ենք պլիտայի վրա եփելու։ Դնում ենք պլիտայի վրա և անընդհատ խառնելով պետք է եփենք։ Այնքան ժամանակ, որ արդեն պնդանա։ Որ օսլակա մեջը հատկություն ունի կպչելու, դրա համար անընդհատ պետք է խառնենք։ Անընդհատ խառնելով ելակը կարմիր երանգը տալիս է միջուկին արդեն։ Պետք է այնքան խառնենք, որ լավ պնդանա։ Միջուկը արդեն սկսում է պնդանալ։ Հիմա ավելի արագ և ավելի ուշադիր պետք է լինենք, որպեսզի չկպնի թավայի ներքևի հատվածում։ Տեսնում եք, ինքը երանգն էլ արդեն էփելուց, ինքը երանգն էլ արդեն փոխվում է։ Ավելի գեղեցիկ գույն ենք ստանում։ Մի քանի վայրկյան էլ կեփենք, որ պնդանա, ավելի ստաբիլ լինի։ Շատ չենք էլ թողում պնդանա, որովհետև ինքը սառելու ընթացքում էլ, հենց որ սառում է, ինքը ավելի է պնդանում։ Մի քիչ էլ եփենք, ձեզ խտությունը ցույց կտամ։ Վերջ, մեր միջուկը արդեն պատրաստ է։ Այս ձևի խտություն պետք է ստանանք։ Ինքը սառելուց հետո էլ ավելի կպնդանա։ Վերջ։ Մինչև ելակով միջուկը սառի, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է բիսկվիտը բաժանել հավասար մասերի։ Կան տարբեր տարբերակներ։ Առաջինը դանակի օգնությամբ մենք կարող ենք նշել տեղերը։ Բաժանենք այսենց 4 հավասար մասերի և թելի օգնությամբ կտրել։ Դանակով մենք կարող ենք ամբողջ ուղղությամբ շատ քիչ նշան անել, ես հիմա ինքան անհարմար է համ նկարել, համ ցույց տալը։ Հավասար գծի միջոցով միացանք իրար և թելը մեր հին ձևն է, մեր մայրիկները սենց են կտրել։ Բաժանում ենք երկու մասի, միացնում ենք թելերը իրար, որ մի քիչ հաստ լինի։ Ստանում ենք այսպես երկար թել։ Գտնում ենք որտեղ է մեր կտրած բիսկվիտը։ Հիմա մի րոպե թեքեմ, որ ավելի պարզ։ Մտցնում ենք այսենց ներսի մասը, այս կողմը բերում ենք, նորից գծով, ձեռքերը խաչում ենք, վերջ, առաջի լիստը մենք կտրեցինք, ցույց տվեցի թելի միջոցով ինչպես կարելի է կտրել։ Կա դանակով, որը ես միշտ օգտագործում եմ, դանակի միջոցով ենք կտրում, սկզբից մինչև վերջ գնում ենք։ Նաև ով նոր սկսում է թխել խմորեղենները, ծախում են շատ էժան և հարմարավետ գործիք է, որը չափը մենք որոշում ենք, ինչ չափ է, դնում ենք բիսկվիտին և ձեռքերի օգնությամբ մինչև վերջ գնում ենք։ Ուղղակի ես որ արդեն սովորել եմ դանակի օգնությամբ, ես ձեզ
հիմա բիսկվիտը բաժանեմ 4 հավասար մասերի եւ սկսենք արդեն պատրաստել տորթը։ Վերջ։ Կրեմ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 400 գրամ պանիր, 150 գրամ շաքարավազ, վանիլին եւ 200 միլիգրամ սերուցք։ Սկսում ենք պատրաստել։ Առաջինը պետք է պանիրի վրա ավելացնենք շաքարավազը։ Կարող եք նաեւ շաքարի փոշի ավելացնել։ Մի քիչ վանիլին, մի պտղոնց։ Եվ պետք է հարենք։ Ընթացքում պետք է անջատենք, կողքերից մաքրենք միքսերի ամանը։ Եվ նորից միացնում ենք միքսերը։ Ավելացնում ենք սերուցքը։ 33% սերուցքը։ Երբ կրեմը լավ չի պնդացել, նորից կողքի մասերը մաքրում ենք միքսերի ամանը, որպեսզի գնդիկներ չլինեն կրեմի մեջ։ Եվ նորից հարում ենք։ Սկսում ենք հավաքել տորթը։ Առաջինը պետք է պատլոշկեն սպիրտով լավ մաքրենք։ Առաջին նախապայմանն է։ Մաքրելուց հետո մեզ անհրաժեշտ է կրեմը լցնում ենք տոպրակի մեջ եւ կանֆին ենք լցնում։ Պատրաստենք օշարակը։ Օշարակի համար մեզ հարկավոր է 200 միլիգրամ ջուր, 3 ճաշիկ թալ խտացրած կաթ։ Կարող եք ուղղակի սիրոպ պատրաստել շաքարով։ Սիրոպի բաղադրատոմսը կգրեմ վիդեոյի ներքևում ինչպես պատրաստել։ Բայց խտացրած կաթով ավելի համեղ է ստացվում։ Լավ խառնում ենք։ Եվ մեր օշարակը արդեն պատրաստ է։ Վերջ, սկսում ենք տորթը հավաքել։